Կարծում եմ ինչ որ տեղ ոչ միայն կարծում նաև վստահ եմ դրա մեջ նաև այն փաստը կա, որ համընդհանուր ապահովության շրջանակում հիմա սահմանափակում է դրված, այսինքն պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը, 8-ից ավել կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի, իհարկե կան որոշ բացառություններ, չգիտեմ, ցրտահարություն, դանակահարություն, կայծակնարություն, հրազենային եւ այլ որոշակի բացառություններ կա, բայց ամեն դեպքում ինչ որտեղ նաև փոխկապակցվածություն տեսնում եմ այդտեղ։ Իսկ ինչ է արժանալու 9-րդ կանչը անձի համար, գումարը սահմանված որ։ Դա արդեն Փակ բաժնետիրական ընկերության տիրույթում է, մենք օրինակ այդ կանչի գինը սահմանել ենք 10,000 դրամ։ Բոլոր հարմարավետությունը տեխնոլոգիական առումով ապահոված են բժիշկները, որպեսզի հիվանդի հարազատները կամ հիվանդը հենց բնականային պայմաններում կարողանան այդ վճարները կատարել։ Միանշանակ այդպես է, բոլոր մեքենաներում առաջին իսկ անհրաժեշտության բոլոր պարագաները կա, տեղարկերը, ընդհանրապես որևէ խնդրից չունենք։ Առաջին շտաբ բժշկական օգնություն ցույց տալու համար որևիցե պակաս, որևիցե դեղորայքի բացակայություն չունենք։ Միանշանակ պատասխանատու ձևով հայտարարում եմ։ Իսկ անձի, որ 8 կանչ եւ ավելի է կատարում շտաբ օգնություն, դա հիմնական քրոնիկ հիվանդներին է վերաբերում եւ արդյոք այդ խումբը մեծ է, ձեր վիճակագրությունը ինչ է ցույց տալիս։ Նայեք, ես ինքս վիճակագրություն եմ արել բնակչության Երևան քաղաքի մասին է խոսքը, շուրջ 99%-ը 2025 թվականին տվել է մինչև 8 անգամ կանչ։ Այնտեղ խոսքը գնում է մոտ 1%-ի մասին, այդ 1%-ի 0.5%-ը կանչ տվել է մինչև 20 անգամ կանչ, մնացած 0.5%-ը 20 անգամից ավել։ Հիմա իրական իմ սուբյեկտիվ կարծիքը արտահայտեմ, շատ ճիշտ որոշում է դա, որովհետև այն մարդը, այն բուժառուն, ով մեկ տարվա ընթացքում այդքան կանչ է տալիս, կարող է ինչ-որ սուբյեկտիվ տարբեր կարծիքներ լինի, մեկի համար 8-ը ընդունելի թիվ չլինի, 9-ը լինի ընդունելի, դա դնենք մի կողմ, այն մարդը, ով, չգիտեմ, ասենք 20-30 անգամ եւ ավել կանչ է տալիս, այդ մարդը ուրեմն ստացիոնարում բուժ հաստատությունում բուժման կարիք ունի։ Այսինքն պատկերացնում եք այդ անձնակազմը վարորդ, բժիշկ, բուժքույր, մեքենա գնալ ու նման կանչերի պատճառով իրական հրատապ, շտաբ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց կանչերը ուշանում են։ Այսինքն ես իմ սուբյեկտիվ կարծիքը հազարդեմ, ես միանշանակ կողմ եմ սահմանափակմանը ու դեռևս 2025 թվականի արդեն կեսերից ինքներս պայքարում էինք իրանց հետ, տարբեր հեռախոսազրույցներ էինք ունենում, իմ մոտ ենք հանդիպումներ ունեցել այդ մարդկանց հետ, այդ մարդկանց հարազատների հետ, որ վերջիվերջո պետք է այդ ոճը վերանա։ Չի կարելի այդպես անել, ուղղակի կանչել ճնշում չամփելու համար, ուղղակի կեղծ տվյալներ ներկայացնել, որ ճնշումը, չգիտեմ, 220 օրինակ կամ չգիտեմ, ուշագնաց է եղել, հիմնականում այդպես են անում, ու հիմա մենք արդեն մի քանի բուժառուների ուղարկել ենք ծանուցումներ, որ 5 կանչը լրացել է, արդեն տեղեկացել ենք, որ 8 կանչից ավել լինելու ավճարովի կոնկրետ այսօրվա դրությամբ 2 բուժառուի ծանուցում ենք ուղարկել, որ արդեն 8 կանչը լրացել է, իրանք 2 անգամ արդեն կանչ են տվել, իրենց ծանուցում ուղարկել ենք, որ 15 օրյա ժամկետում 10,000 դրամ վճարեն, տեսնենք ընթացքը ոնց ցույց կտա։